Եթերում լուրերի հունվարի 28-ի մեր առաջին թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարև ձեզ։ Հայկական զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով շնորհավորական ուղերձներ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Գարեգին հայրապետն իր ուղերձում շեշտել է, որ հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է, որը կոչված է ապահովելու մեր երկրի խաղաղությունը և մեր ժողովրդի անվտանգությունը։ Վեհափառը հիշեցրել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան պատերազմի ընթացքում մեր զինվորներն անվեհեր պայքար են մղել, մեծ թվով հայորդիներ նահատակվել։ Կաթողիկոսը վստահ է, նրանց հերոսական սխրագործությունները մշտապես ոգեշնչելու են մեր զորականներին իրենց նվիրյալ ծառայության մեջ։ Նիկոլ Փաշինյանն իր շնորհավորական ուղերձում կոշտ անդրադարձ է ունեցել ՀԱՊԿ-ի մասին, նշելով, որ 2022-ի սեպտեմբերի դրությամբ հրաժարվում էին կատարել Հայաստանի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը երաշխավորելու մեր նկատմամբ ունեցած պայմանագրային պարտավորությունները, ինչպես նաև հրաժարվում էին մատակարարել 100 միլիոնավոր դոլարի սպառազինություն և տեխնիկա, ինչի համար վճարումները Հայաստանն արդեն կատարել էր։ Ըստ Փաշինյանի, Հայաստանի համար գոյաբանական սպառնալիք էր ստեղծվել և օրհասական վտանգը հաղթահարվեց երկու իրադարձության արդյունքում՝ Պրահայում քառակողմ պայմանավորվածության և ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցությունը սառեցնելով։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Facebook-յան էջում գրել է, թե մեր գործարարներն արդեն կարող են օգտվել այդ հնարավորությունից ևս։ Նշեմ, որ այժմ ռուսական հեղուկ գազը Հայաստան է մատակարարվում հիմնականում երկու երթուղով՝ վերին Լարս անցակետով, որը կարող է օրեր շարունակ փակ լինել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, և Իրանի տարածքով, որն այժմ ներքին քաղաքական խնդիրներ ունի։ Գերատեսչությունից օրերս հայտնել էին, թե հենց այս խնդիրների պատճառով է Հայաստանում առաջացել հեղուկ գազի սղությունը։ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ ընդառաջելով Գերագույն հոգևոր խորհրդի առաջարկին, կարգալույծ է հռչակվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Մայրաթորի տեղեկատվական համակարգից հայտնում են, թե որոշման համար հիմք է ծառայել այն, որ վերջինս վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու և մայրավանք վերադառնալու վերաբերյալ հայրապետական տնօրինությունը, խոչընդոտելով թեմի բնականոն գործունեությունը և դատական իր հայցով առիթ է ստեղծել, որ իշխանության պատկան կառույցները միջամտեն ներեկեղեցական կյանքին։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետև կդասվի աշխարհականների շարքին Արման Սարոյան Ավազանի անունով։ Լրատվամիջոցները գրում են, որ նա սակայն չի պատրաստվում լքել թեմի առաջնորդարանը և շենքը հսկում են ոստիկանության ներկայացուցիչները։ Մեկ լուր միջազգային անցուդարձից։ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ դեպի Իրան է շարժվում ևս մեկ ամերիկյան նավատորմ։ Նա հույս ունի, որ Թեհրանը գործարք կկնքի Վաշինգտոնի հետ։ Թրամփը պնդել է, որ Իրանի մերձակայքում գտնվող Միացյալ Նահանգների արմադան, ռազմական մեծ նավատորմը, իր մասշտաբներով արդեն գերազանցում է այն ուժերին, որոնք ամերիկյան զինվորականները կուտակել էին Վենեսուելայի ափերի մոտ։ Նա շեշտել է, որ Իրանի հետ կապված իրավիճակը մնում է փոփոխական, սակայն հրաժարվել է բացահայտել Իսլամական Հանրապետության նկատմամբ իր հետագա ծրագրերը։ Այս շաբաթ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը տեղեկացրել էր, որ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը Աբրահամ Լինքոլն ռազմանավի գլխավորությամբ մտել է Մերձավոր Արևելքի ջրավազան, չբացահայտելով իր գտնվելու ճիշտ վայրը։ Այսքանը մեր հաջորդ թողարկումը ժամը 17-ին է, կհանդիպենք։